Գնաց է, եկավ։ Սիրելի հայրենակիցներ, մոտենում են ընտրությունները, բարձրանում է քաղաքական իշխանությունների կեղծիքների ինտենսիվությունը։ Կեղծիքների ուղղությունները բազմազան են, բայց ես այսօր կխոսեմ 3 կեղծ թեզի մասին, որոնք քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզչության զանգվածային զեղծարարության զինանոցն են կազմում։ Կրճատ ԶԶԶ։ Առաջին կեղծ թեզը, որ ԿՊԱ-ական քարոզչամեքենան շրջանառում է 1 տարուց ավել, դա խաղաղությունն է։ Իշխանությունները հայտարարում են, թե 1 տարուց ավել է, ինչ սահմանին կրակոցներ չկան, ուրեմն խաղաղություն է։ Սիրելի հայրենակիցներ, ամեն փայլուն բան ոսկի չէ, ամեն հանդարտություն խաղաղություն չէ։ Պատմության մեջ եղել են պատերազմներ, օրինակ 100-ամյա պատերազմը, որը իդեպ 116 տարի է տիրել։ Երկար է տևել, բայց դա չի նշանակում, որ մարտնչող կողմերը ամեն առավոտյան վեր էին կնում եւ գնում իրար հետ կռվում էին։ Տարիներ տևող հանդարտ փուլեր են եղել։ Պատերազմը վերջացել էր, պատերազմը ծնած խնդիրը, Ֆրանսիայի գահի հարցը լուծվել է։ Այսօր, այո, պատերազմը ունենք, մենք ունենք պատերազմ, ունենք դա, քանզի թշնամու զավթիչ ուժերը մեր տարածքում են, օկուպացրել մեր հայրենիքի մի հատվածը, ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ, դիտարկում են կարևորագույն մայրուղիները։ Ադրբեջանը շրջափակած է պահում Հայաստան մտնող կապուղիները։ Ադրբեջանցիները մշտապես միջամտում են մեր ներքին գործերին։ Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ պարզ քաղաքացիներ պատանդի կարգավիճակում Բաքվի զնդանում են։ Արցախցիները ենթարկվել են ցեղասպանության ու ուժով վտարվել իրենց հնամենի բնօրանից։ Բաքվի ցեղասպան ռեժիմը արգելում է արցախցիներին վերադառնալ տուն։ Սա իհարկե խաղաղության լավագույն բնորոշիչներն են։ Նիկոլ Փաշինյանն ասում է, մյուս ԿՊԱ-ականները կրկնում են. Սահմանազատման արդյունքում ադրբեջանցիները դուրս կգան մեր տարածքից։ 2 տարի առաջ այս օրերին, մարտի 9-ին, Ադրբեջանը պահանջեց, որ հայկական կողմը դուրս գա իրանցի հատվածում մի տարածքից, որ իրենք իրենցն էին համարում։ Իդեպ այդ տարածքի վրա կադաստրի կոմիտեն համաձայն մեր հայրենակիցների իրավունքի գրանցման վկայականներ էր թողարկել հանուն Հայաստանի Հանրապետության։ Կարծեմ հասկանում եք, թե դա ինչ է նշանակում։ Իշխանությունները Ադրբեջանի պահանջը կատարեցին, բայց ասեցին մի վախեցեք, այսօր եկուց ադրբեջանցիք էլ բերքաբերից դուրս կգան։ 2 տարուց ավել է անցել, 2 տարի է անցել, դուրս են եկել, երբ են դուրս գալու, 2 տարին հերիք չէր մի 5 կիլոմետր ճանապարհել կամ սահմանել սահմանազատեիք, նաև ջերմուկում են, իշխանությունները հայտարարում են, թե դրանք սոված են, ծարավ են, ծնողներին են կարոտում, հեսա ռադները քաշելու են գնան, բայց ընտեղ են, շորժայում են, շուրնուխում են, իշխանասարի վրա են, սա իհարկե խաղաղություն է, ըստ ձեզ։ Եթե ազգային ժողովի դահլիճից ադրբեջանական դրոշները չեք տեսնում, չի նշանակում, որ դրանք մեր տարածքում չեն։ Սիրելի հայրենակիցներ, իշխանությունները ձեզ փորձում են թմրեցնել, նարկոզի տակ բայլ, որ չտեսնեք, չզգաք ինչ է կատարվում։ Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի իրական արժանապատիվ բոլոր կողմերի կենսական շահերը պաշտպանող խաղաղություն չի լինի, եւ հենց այդ թմբիրի մեջ մենք կորցնենք մեր պետականությունը։ Մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանին, որովհետև կողմ ենք խաղաղությանը, իրական խաղաղությանը, այլ ոչ թե այն նարկոզին, որի տակ պահում եք մեր հասարակությանը։ Իդեպ չինացիք 3 հետաքրքիր փաստաթուղթ էին հրապարակի 5 դաս պատերազմի մասին։ Զգուշացրել էին կուրորեն չհավատալ խաղաղությանը եւ հիշեցրել էին, որ Իրանին հարվածեցին եւ դեռ բանակցություններ էին ընթանում։ Կեղծիք թիվ 2 պայքարում են կոռուպցիայի դեմ, լումա ամեն ինչ հետ են բերելու։ Այս 8 տարիների ընթացքում ինչ են հետ բերել, ինչ են բաշխել ժողովրդին։ Իրենց ձախողումները, կեղծիքները կորցրելու համար նստածներից շատերը դատախազի համազգեստ են հագել, դատախազներն էլ դատավորի պատմուճան են հանգցնել։ Դատախազությունը հայց է ներկայացրել։ Հետո դատախազության ներկայացրած հայցը վերդիկտ չի դատարանի, ապացուցված իրականություն չի եւ հետեւաբար չի կարող դիտվել որպես ճշմարտություն։ Գիտեք, ես ձեր արածը մի հին հրեական անեկդոտ է հիշեցնում, որ մի ոչ սեռունակ ռաբինին մեղադրում են, որ իր դստերը անառակ է մեծացրել։ Այս ռաբինն ասում է, բայց ես դուստր չունեմ, ասում են, այդ քո գործը չի։ Մենք արդեն ասեցինք, դու տակից դուրս արի։ Հիմա իրանք են, ասում են, Լևոն, Մկրտչյանը ունի հող, նա ասում է, ժողովուրդ, այդ հողը
իմ եղբոր սեփականություն հանդիսացող գործարանի սեփականություն խաղողի այգին է, Արմենիա Wanzi, կապ չունի, ստեղ ասում են, գողացել է այդ հողը, ստեղ պարոն Քոչյանը կինո հիշացրեց, ինչու հատկապես ձեր ավտոմեքենան, փաստորեն մարդիկ պիտի որբերի վրա ամուսնանան, հա, դա ձեր տրամաբանությունը, Почему я не женился на Սերածե։ Իսկ կապան սուրբ է, ժողովրդի ծոցից են դուրս եկել, ձեր կարծիքով այդ պերաշկի և կուկուրուզ փարթիներն ինչի են կազմակերպվում։ Սոված էին, այո, բայց սոված էին, և ոչ թե ուզում էին ասեն, որ մենք խաղաղ ենք, բայց գիտեք ժողովրդի աչքին թոզ են փչում, որ մենք սովորական մարդ ենք, պերաշկի ենք ուտում, կուկուրուզ ենք ուտում, շատեի նման հանգիստ ապրում ենք, ճամփիշ կուկուրուզ ենք առնում, չեմ զարմանա, որ վաղը, մյուս օրը, էլի գիտեք, սենց կմասնակցեք նախընտրական առողջարշավին, փորի վրա չկոչկվող վերնաշապիկով, որտեղ կա մարդիկ, որոնք այտենց են հագնվում, և հանդես կգաք, և հանդես եք գալիս, որպես մարտնչող ընդդիմադիրներ, 8 տարի դուք եք եղել, բանեիք, բափագեիք, Արմեն Ավետիսյան, ասում էդ էլ այն մեղքը, Արմեն Ավետիսյանին մենք պետք է փակեինք, ում վրա եք մուննատ գալի։ Եվ վերջապես կեղծիքների մի ամբողջ պարկ դաշնակցության հասցեին։ Լսելով իշխանությունների Օստապ Բենդերյան ոճի բոցաշունչ ելույթները, ես հոգեզեղման մի նոր տեսակ հայտնաբերեցի և այն կոչեցի Պիգմալիոնի հիվանդություն, չշփոթեք Պիգմալիոնի էֆեկտի հետ։ Գիտեք, աշխարհում բազմաթիվ գեղեցիկ կանայք կան, և նույնիսկ մի կին ատամնատեխնիկ, բայց հին հունական առասպելը պատմում է, որ քանդակագործ Պիգմալիոնը սպիտակ մարմարից քանդակեց Գալաթեային և սիրահարվեց նրան։ Ատելով իրական կանանց, նա իր համար նոր իրականություն կերտեց Մարմարե Գալաթեային։ Սակայն Պիգմալիոնի կերտվածքը գեղեցիկ էր, սպիտակ մարմարից էր, ՔՊԱ-կան որոշ գաղափարախոսներ, ատելով իրականությունը, փորձում են այսպես նոր իրականություն ստեղծել, սակայն ի տարբերություն Պիգմալիոնի, դուք գարշելի կեղտոտ ստերից եք կերտում ձեր նարատիվները։ Լավագույն օրինակը այդ շրջաբերական 004-ն է։ Խոստովանեք, ձեզանից որևէ մեկը շրջաբերական 004 չի տեսել։ Դուք տեսել եք մի հատ թուղթ, որը տպագրվել է Civic AM կայքում։ Թղթի գոյությունը հաստատել ենք, բայց թղթի բովանդակությունը չենք հաստատել։ Եվ գիտեք ինչ կա, եթե ձեզ հետաքրքրեր Տիկին Ղազարյան և մնացածներ, թե ինչ է իրականում այդ թղթի մեջ գրված, դուք անմիջապես, վայրկյան չանցած, պարոն Մինասյանի խորհրդին կհետևեիք և կգայիք և տեղում կծանոթանայիք իրական փաստաթղթի հետ, բայց ձեզ իրականությունը պետք չի, ձեզ պետք է մի հատ սուտ, այդ սուտը դարձնել ճշմարտություն և գիտեք ոսկե հորթի նման երկրպագել ձեր սեփական սրտերին։ Սա է սելյայնակիցների իրականությունը, բայց այդ իրականությունը փոխելու հնարավորություն մենք ունենք, որտև չորրորդ մեծատառով զն, այս իշխանությունները սենց թաքնված են ձեզ հրամցնում, ընտրություններով ոչինչ չի փոխվի, ոչ, ամեն ինչ կարող է փոխվել և կփոխվի։